Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Անվտանգության օր զինված ուժերում զինանձնակազմին է ներկայացվել առաջին բուժօգնության, հրդեհի մարման, զենք զինամթերքի հետ ճիշտ ու անվտանգ վարվելու կանոններն ու գործողությունները։ Ուսումնական ակտիվ եռուզեռ ավարտական քննություններին ընդառաջ, անդրադարձ զինծառայողների տեսական ու գործնական պարապմունքներին։ Քաղաքացիական մասնագիտությունից սահուն անցում դեպի զինվորական կյանք, երիտասարդ սպա դասակի հրամանատար Կարո Պողոսյանն է պատմում զինվորական դառնալու իր շարժառիթների և բանակային առօրյայի մասին։ Շուրջ 3 տասնամյակ հայ զինվորի և սպայի կողքին։ Երևանի կայազորային հոսպիտալը օրերս նշեց կազմավորման 32-րդ տարեդարձը։ Մայիսի 16-ը զինված ուժերում նշվում է որպես անվտանգության օր։ Սա չափազանց կարևոր և ուսուցողական բնույթ ունեցող միջոցառում է, որի նպատակն է զինծառայողներին պարբերաբար իրազեկել, թե ինչպես պետք է անվտանգ կազմակերպել զինվորական ծառայությունը, որոնք են այն առանցքային կանոնները, որոնց չհետևելը խիստ վտանգավոր է կյանքի և առողջության համար։ Ուսումնական կետերում զինծառայողներին է ներկայացվել, թե ինչպես պետք է աշխատել թունավոր նյութերի հետ։ Ուսուցանվել է նաև առաջին բուժօգնության, զենք զինամթերքի հետ վարվելու անվտանգության կանոնները։ Տեսանյութը Տաթևիկ Աբրահամյանի մեկնաբանությամբ։ Զորամասում անցկացվում է անվտանգության օր, որի նպատակն է Մայիսի 16-ին զինված ուժերում անվտանգության օր էր նվիրված զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը։ Ավելի քան 1 տասնյակ բացազատված ուսումնական կետերում գործնական պարապմունքներ են։ Այստեղ օրինակ զինծառայողները յուրացնում են ձեռքի նռնակների նետման ժամանակ անվտանգության կանոնները։ Այստեղ էլ վերհիշում, թե ինչպես պետք է վարվել զենք զինամթերքի հետ։ Ուսումնական կետի ղեկավարը հերթականությամբ ներկայացնում է հրաձգությունից առաջ և հետո զինանձնակազմի գործողությունների ճիշտ հաջորդականությունը։ Այն զինծառայողները, ովքեր չեն յուրացրել անվտանգության կանոնները, չի թույլատրվում հրաձգության մասնակցել։ Բարոնայք կուրսանտներ, եթե նույնիսկ ամրացրած չի պահել ստատուտը, չի թույլատրվում տվյալ զենքը պահել մարդկանց ուղղությամբ։ Իմ համար առավել կարևոր էր եւ ավելի հետաքրքիր էր զենքերի եւ նռնակների հետ կապված միջոցառումները, քանզի այս պարագայում այս մոտակա 2 տարվա ընթացքում մենք շատ ենք առնչվում թե նռնակների, թե զենքերի հետ մանավանդ։ Պետք է ճիշտ իմանանք նռնակների եւ զենքերի հետ վարվելու ճիշտ կանոնները, որպեսզի դժվար պատահարներ չպատահեն։ Ժամկետայինները, սպաներն ու պայմանագրայինները սովորեցին նաև, թե ինչպես պետք է աշխատել թունավոր հեղուկների, վառելիքաքսուկային նյութերի հետ, ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել օրինակ վերջույթի վիրավորում ստացած կամ արյունահոսող վերք ունեցող զինակցին։ Կապ չունի վիրավորումը որտեղ ա եղել, այս հատվածում ա եղել ձեռքի թե ավելի բարձր, թե ավելի ներքև, լարանը տեղադրում ենք վերջույթի ամենաբարձր կետով, տեղեք, այս ուսագոտու հատվածում ենք տեղադրելու։ Առաջի պտույտը պետքա լինի ամենաձիգը։ Ստորաբաժանման հրամանատար Արամ Հարությունյանը արձանագրում է, որ սա պլանային միջոցառում է, անցկացվում է տարվա ընթացքում 4 անգամ, առաջինը զորակոչից անմիջապես հետո։ Սպայական կազմը նոր համալրված անձնակազմին հրանգավորում և սովորեցնում է տարբեր նյութերից զենք զինամթերքից անվտանգ օգտվելու կարգը։ Անձնակազմը ևս մեկ անգամ ամբողջ կազմով ուսումնասիրում է այդ անվտանգության կանոնները, չնայած ամենօրյա պարապմունքների գործունեության արդյունքում հրամանատարական կազմի կողմից հրահանգավորվում է անձնակազմը պարապմունքը սկսելու կամ ինչ-որ միջոցառում կազմակերպելու համար, բայց սա խորհրդանշանակալն է նրանով, որ անմիջապես ղեկավարում է զորամասի հրամանատարական կազմի կողմից, հատկապես զորամասի հրամանատարի կողմից և մասնակցում է ամբողջ զորամասի անձնակազմը։ Այսօր զորամասում անցկացվեց անվտանգության օր, որը հարուստ էր իր ծրագրերով։ Ամենից գրավիչը ռազմաբժշկության կենտրոնն էր, որտեղ ես նորացրեցի իմ գիտելիքները։ Ընդհանրապես անվտանգության մասին տարատեսակ դասընթացները ավելի օգտակար են զինծառայողների համար, քանի որ միշտ օգնում են նրանց ճիշտ վարվել իրենց աշխատանքում, ճիշտ գործողություններ կատարել, չսխալվել, հեռու մնալու համար անցանկալի երևույթներից եւ վտանգավոր իրերից։ Բարեկների ուղեկցությամբ հրշեջ փրկարարները մուտք են գործում ստորաբաժանման տարածք, մարելու բուժկետում առաջացած պայմանական հրդեհը, խուճապի մատնվել պետք չէ, հայտարարված տագնապը ևս ուսումնական է։ Փրկարարները զինծառայողներին սովորեցնում են, թե քայլերի ինչ հաջորդականությամբ պետք է մարել հրդեհի օջախներն ու անվտանգ տարհանել շենքում գտնվող անձնակազմին։
Մենք փրկարարության աշխատակիցներս իրականացրեցինք խաղարկման ընթացքում պետք է հրշեջները իրականացնեն հրդեհաշիժման աշխատանքներ, միաժամանակ բուժկետի երկրորդ կամ երրորդ հարկից տարահանեն տուժածներին, որի արդյունքում փրկարարողները տուժածին իջեցրեցին, հանձնեցին բժշկական ծառայությանը եւ մյուս ջոկը իրականացրեց հրդեհաշիժման աշխատանքներ։ Այն վարժանքներից է, որը ոչ միայն ռազմական բնույթի մեջ է օգտակար, այլ նաեւ քաղաքացիական կյանքում։ Միջոցառումն ամփոփվեց ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողների հետ հանդիպմամբ։ Հարց-պատասխան ձևաչափով զինծառայողները ստացան ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցերի պատասխանները։ Հրամանատարական կազմն ու զինծառայողները վստահ են, նման միջոցառումները չափազանց արդյունավետ են, օգնում են տեղեկացված լինել ու ծառայողական պարտականությունները կատարելիս բացառել վտանգավոր գործոնների ազդեցությունը, չէ՞ որ եթե տեղեկացված ես, ապա նաև պաշտպանված ես։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն, իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար։ Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական եւ ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով 8 լեզվով։ Ռազմամարզական խորացված ուսուցում, բարձրակարգ կրթություն նոր մեթոդներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից ծրագիր, սպորտային արդիական հնարավորություններ, ժամանակակից վարժասարքերով մարզադահլիճներ եւ ոչ միայն։ Դիլիջանի գեղատեսիլ բարձունքում գտնվող վարժարանում միջազգայինորեն ճանաչված կրթությունն ու կեցությունն անվճար է։ Բոլոր սաները ստանում են կրթաթոշակ։ Վարժարանի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակել ոչ միայն Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, այլև ընդունվել արտերկրի առաջատար ռազմաուսումնական հաստատություններ։ Ընդունելության կարգի, ուսման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին տեղեկությունների համար զանգահարեք 060 71 30 30 060 71 3003 հեռախոսահամարներով։ Կերտիր քո հուսալի ապագան, անցնելով դեպի բարձունք ճանապարհը։ Զինված ուժերի ուսումնական ստորաբաժանումներում շաբաթներ անց կմեկնարկեն ավարտական քննությունները։ Այնինչ մի քանի ամիսների ընթացքում սովորել են ժամկետային զինծառայողները շուտով կամփոփվեն եւ տղաները կմեկնեն վիճակահանությամբ նախորոշված հիմնական զորամասեր։ Մինչ այդ այս օրերին զինծառայողները կրկնում են իմացածը տեսական ու գործնական դասաժամերի միջոցով կատարելագործում եւ ամրապնդում են անցած ամիսներին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ներսես Իվանյանն է պատմում։ Ամեն օր վերկացից մինչև ավարտի ազդանշանը ուսումնական ստորաբաժանումում ընթանում են տարաբնույթ մարզումներն ու պարապմունքները։ Արվում է առավելագույնը ամրապնդելու եւ կատարելագործելու զինվորների մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Հիմնական ուշադրությունը դարձնում ենք ֆիզիկական պատրաստության որակի բարձրացման, մարտավարամասնագիտական պատրաստության որակի, գրակային պատրաստության, ինչպես նաև աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի բարձրացնենք մեր զինծառայողների կրթական ցենզը։ Դեպի նշանակված դիրքերը առաջ, հարտի։ Այսպես ու նման վարժանքների շնորհիվ են ներդաշնակվում ամիսներ առաջ բանակի շարքի հրամադրած ժամկետային զինծառայողների գործողությունները, կատարելագործվում են դրանց արագ եւ արդյունավետ գործելու։ Գնդացրոջ Շամայանը պատրաստ է մարտի։ Գծագրված զինատեսակներով առաջադրված խնդիրները, լիարժեք կատարելու ունակությունները։ Երբ որ նոր ենք եկել, չենք հասկանում դեռ այս ամեն ինչը, ավելի լուրջ չենք նայում այս ամեն ինչին, բայց որ արդեն մենք բանակում ենք, սկսում ենք ավելի լուրջնել այս ամենին։ Օրորի ամենաառաջընթաց տեսնում ենք, այդ ամեն ինչը գալիս է մեր սպաներից եւ մեր կողքը կանգնած են ընկերներից, ովքեր մենակ աջակցում են մեզ ամենաարցում։ Լինի ստորաբաժանման տեղակայման վայրում, թե դաշտային պայմաններում, տեսական ու գործնական դասաժամերը հաջորդում են մեկը մյուսին։ Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բայլավում ցուցանիշները։ Փորձում ենք անհատական մոտեցում ցուցաբերել մեր ենթակա ազնագազմին, որպեսզի մեր զինվորը կարողանա լավ եւ գերազանց մակարդակի տիրապետի այն ամենը, ինչը բնորոշ է իր մասնագիտությանը։ Տղաներին խորհուրդներով օգնում եւ ոգևորում է սերժանտ Մխիթարյանը, որը ժամանակին անցել է այս նույն դասընթացները, ներկայումս իբրև կրծեր հրամանատար, իր փորձն ու փորձառությունն է փոխանցում պատրաստության ծրագիրը անցնող զինվորներին։ Պատրաստ։
Գերազանց։ Արդեն 16 ամսվա զինծառայող եմ։ Ծառայությունս համ կազմակերպել եմ մարտական հերթապահությունով, համ էլ ուսուցանել եմ մյուս զինծառայողներին, թե ինչպես նույնը կատարել արդեն իրենց նախորոշված զորամասերում։ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողն ու ապագա ծրագրավորողը ասում է. իր իսկ փորձից գիտի զինվորին մասնագիտական գիտելիքներ հաղորդելու, դրանք հղկելու լավագույն միջոցը գործնական պարապմունքներն են։ Տեսական գիտելիքների կարևորում ենք, սակայն գործնականով ավելի լավ է տպավորում զինծառայողի մոտ ուսուցանվող թեման ու ինքը արդեն ինքնուրույն փորձում է դա ու հետագայում կարողանում է կիրառել ավելի լուրջ խնդիրներ կատարելիս, ինչպիսին են մարտական հերթապահությունը։ Ինչքան էլ որ լսում ենք, կարդում ենք, մեկը մենք այդքան չենք պատկերացնում, ինչքան գործնականում։ Գործնականում մենք անում ենք ցույց ենք տալիս ամեն բան, նույն էլ մեզ են ցույց տվել, նո մենք արդեն մեր ընկերներին ենք ցույց տալիս, որպեսզի իրանք կարողանան ավելի լավ տիրապետեն։ Գործնական վարժանքները մեզ հմտացնում են, օր-օրի կարողանում ենք այնպիսի մարտավարատեխնիկական ուժ ձեռք բերենք, որը որ մեզ հետագայում պետք է գալու։ Առաջիկա քննություններին ընթരാճ ուսումնական ստորաբաժանման զինվորները անտրտունջ ուսանում ու բարելավում են ցուցանիշները։ Սա անվերջ ու շարունակական գործընթաց է, կատարելությանը ձգտելու միակ միջոցը։ Տիրապետում եմ բոլոր պարտականություններին, գերազանցիկի կոչում ունեմ, շնորհակալական նամակ են ուղարկել տուն, ամեն ինչ անում եմ, որ ընտանիքիս պատիվը բարձր պահեմ։ Մնացել են արդեն հաշված շաբաթներ քննություններին, իմ կարծիքով նրանք լիարժեք պատրաստ են ու կարողանան քննություններին գերազանց արդյունք ցուցաբերել, որից հետո արդեն կտեղափոխվեն իրենց նախորոշված զորամասեր։ Մենք հրամանատարներս անհատապես ենք մոտենում զինվորին, քաջալերում ենք, անձնական օրինակով ենք շատ ժամանակ նաև հանդես գալիս։ Եվ ես տեսնում եմ, որ մեր զինվորը քննությունների ավարտից հետո ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Թողարկման այս հատվածում առաջարկում ենք ծանոթանալ անցնող շաբաթվա բանակային անցուդարձի մի շարք դրվագների, համառոտ եւ մեկ տեսաշարով։ Մայիսի 20-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության պետական օրհներգերը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Ազիզ Նասիրզադեի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Մայիսի 21-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մայիսի 22-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Տասիրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն, Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով։ Տեղի է ունեցել գեներալ լեյտենանտ Էդվարդ Տասիրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվոպահակայինների եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի եւ Կիպրոսի պետական օրհներգերը։ Դիմավորման արարողությունից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Տասիրյանը եւ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Պաշտոնական այցի շրջանակում Էդվարդ Տասիրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։ Մայիսի 14-ին նշվեց Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձը։ Զորամիավորման հրամանատարական կազմի եւ հյուրերի մասնակցությամբ անցկացված հանդիսավոր միտինգին ներկաները վերհիշեցին եւ արժեվորեցին զորամասի անցած ուղին, իսկ ծառայության ընթացքում բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով եւ կրծքանշաններով։ Զինված ուժերում զինծառայողների գեղագիտական ընկալումները բարձրացնելու նպատակով անցկացվել է նկարիչ քանդակագործների համաբանակային մրցույթ 3 փուլով։ Ներզորամասային, ապա զորամիավորումների փնջային փուլերը հաղթահարած մասնակիցները մայիսի 22-ին մասնակցել են եզրափակչին, որը տեղի է ունեցել նկարիչների միությունում։ Մրցույթը կրում էր «Ես իմ անուշ Հայաստանի» խորագիրը։ Զինծառայողներից յուրաքանչյուրն իր ստեղծագործության խորհուրդն ու իմաստը ներկայացրել մրցութային հանձնաժողովին, որն էլ որոշել է լավագույն աշխատանքները կտավ եւ քանդակ անվանակարգերում։ Հաղթող մասնակիցները պարգևատրվել են։ Զինված ուժերում քիչ չեն այն երիտասարդ սպաները, որոնք քաղաքացիական մասնագիտությունը ի սկզբանե համատեղում են զինվորական ծառայության հետ։ Ավելին, երբ լրանում է պայմանագրային ծառայության ժամկետը, նրանք շարունակում են մնալ բանակի շարքերում, այլևս չպատկերացնելով կյանքն առանց զինվորական առօրյայի։ Բացառություն չէ նաև ներկայացվող հաջորդ տեսանյութի սպան։ Ավագ լեյտենանտ Կարո Պողոսյանն այսօր զբաղեցնում է ականանետային դիվիզիոնի ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատարի պաշտոնը։ Թե ինչու նա որոշեց ընտրել զինվորականի ուղին եւ ինչպես է անցնում երիտասարդ սպայի առօրյան, Նաիրա Համբարձումյանը կներկայացնի։ Զինվորական մասնագիտացում ձեռք բերելու մասին որոշումը Կարոն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանելու տարիներին է կայացրել։ Պատիվ ունեմ ծրագրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հրետանավորի մասնագիտություն է ձեռք բերել։ Հաշվողական տեխնոլոգիաների մասնագետի ընկալմամբ տեղորոշումն ու նշանակետերի բացահայտումը, թիրախների հայտնաբերումն ու կոորդինատների ճշգրիտ հաշվարկները հոգեհարազատ ու մասնագիտությունների առումով ինչ որտեղ նաև համադրելի էին։ Ուստի կողմնորոշվելու եւ ընտրության հարցերում երկար երկմտանքի կարիք չուներ։ Ուղղակի սեր կար բանակի հանդեպ դեռ դպրոցական տարիներից եւ դա շատ լավ առիթ էր, որ եւ քաղաքացիական եւ ռազմական գործերը խաչասերվեր։ Կարծում եմ մեծամասնությամբ իր դերն ունեցավ զորամասը, կոլեկտիվը, որպեսզի ծառայություն շարունակենք հենց զինվորական գործով եւ կոնկրետ հենց այս զորամասը։ Բանակում գործող ու շարունակաբար բարեփոխվող ժամկետային ծառայության այլընտրանքային ձևերը Կարոյի գնահատմամբ եւս մի կարևոր քայլ են դեպի արհեստավարժ բանակ։ Հատկապես ժամկետայինների համար զինծառայությունն առավել արդյունավետ ու բովանդակալի կազմակերպելու տեսանկյունից տարբեր առաջարկներ են գործում, որոնք անկասկած բարձրացնում են ծառայության արդյունավետությունը։ Հաջողված ու կայացած այդ ինստիտուտները համոզիչ ազդակ էին երիտասարդի համար, որ կարիերա կառուցելու ճանապարհին բանակը ոչ միայն նպաստավոր հարթակ է, այլև պատվաբեր մեկնարկ։ Դասակի անտարը իմ կարծիքով ամենապատասխանատու պաշտոններից մեկն է բանակում, որպես փոքր օղակի հրամանատար, զորքի հետ անմիջական շփում ունեցող հրամանատարական կազմ, դասակի անտարի ճիշտ եւ տեղին գործունեության արդյունքում է հաջողում ավելի մեծ ստորաբաժանումը, դասակի հրամանատարի ճիշտ ծառայության եւ ճիշտ ղեկավարման արդյունքում է հաջողում վաշտը, նրա արդյունքում է հաջողում գումարտակը եւ զորամաս օղակը։ Միջանձնային հարաբերություններում հաջողելու հմտությունները, դասավանդելու եւ լսարանը կառավարելու ճկունությունն ակնկալվող արդյունքները նույնիսկ գերազանցեցին։ Օգնեցին կարճ ժամանակում վաստակել վերադաս հրամանատարության վստահությունն ու վայելել ենթակա անձնակազմի հարգանքը։ Կարծում եմ առաջին հաջողության գրավականներից մեկն հենց այն է, որ դասակի անտարը շփվում է իր ենթակա անձնակազմի հետ, չունենալով շատ մեծ տարիքային տարբերություն, այսինքն առավելագույնը 4 տարվա տարիքային տարբերություն է ունենում դասակի անտարը իր ենթակա անձնակազմի հետ, որը իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով շատ մեծ առավելություն է։ Իրար ավելի լավ են հասկանում, ունեն նույն մտածելակերպը, ունեն մի հարցի շուրջ նույն դիրքորոշումը։ Արդեն զորամասային օղակում ծառայության ընթացքում համոզվեց, որ զինվորական եւ քաղաքացիական մասնագիտությունների համադրումը երբեմն կարող է շատ ավելի արդյունավետ լինել եւ ինչու ոչ նպաստել ծառայության որակի աճին ու խնդիրների կատարման արդյունավետության մակարդակի բարձրացմանը։ Իմ ենթակա անձնակազմի հետ միավորում է ընդհանուր նպատակները, ընդհանուր հայացքները ծառայության շուրջ,
համախմբում է իմ սրտացավությունը, իրենց նկատմամբ ուշադրությունը։ Ծաղ դարձ, զբաղեցնել դիտակետում։ Զորամասի վերադաս հրամանատարությունն է վստահեցնում, որ Պողոսյանը դասակի հրամանատարի պաշտոնում հաջողել է ծառայության առաջին իսկ օրերից։ Իսկ հաջողության իր բանաձևումն առաջին հերթին ենթակա անձնակազմի հետ փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումն է, արժեհամակարգային հստակ մոտեցումները։ Նույն հաստիքին զբաղեցնող երկու զինծառայողներ ուղղակի մոտիվացվում են մեկը մյուսի գիտելիքների չափաբաժնով։ Մասնագիտական գիտելիքների բարձր ցուցանիշներ ապահովելու համար չեն խնայում ոչ ջանք, ոչ եռանդ, հաշվի չենք առնում ոչ եղանակային պայմաններ, ոչ ժամանակ։ Դասակի հրամանատարի համոզմունքն է ուսադիրները չէ, որ իմաստավորում ու բովանդակություն են հաղորդում զինվորականի ծառայությանը։ Ուսադիրները կրողն է, որ իր ծառայությամբ առաջինն ինքը պետք է ամեն օր արժևորի զինվորականի մասնագիտությունը, որ հայրենիքի պաշտպանի կոչումն է։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Զինված ուժերի բժշկական ճակատը յուրաքանչյուր օր զարգանում եւ քայլում է ժամանակի պահանջներին համընթաց։ Ասվածի լավագույն ապացույցը Երևանի կայազորային հոսպիտալն է, որն օրերս նշեց իր կազմավորման 32-րդ տարեդարձը։ 3 տասնամյակների ընթացքում հոսպիտալը մշտապես բարձր մակարդակով է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Կայազորային հոսպիտալն այսօր կայացած բժշկական կառույց է, որտեղ յուրաքանչյուր բաժանմունք գործառույթներին համապատասխան անում է առավելագույնը բուժառուներին բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Սկզբունքը մեկն է՝ լինել զինծառայողի կողքին եւ ապահովել բուժման բարձր արդյունավետություն։ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալը յուրաքանչյուր օր տասնյակ հիվանդ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձանց է հետազոտում, բուժում ու շարք վերադարձնում։ Արդեն 3 տասնամյակ եւ ավելի կայազորային հոսպիտալն իրեն վստահված առաջնագծում է եւ լուծում է զինված ուժերի բուժական ճակատում առկա խնդիրները։ Երևանի կայազորային հոսպիտալը հիմնադրվել է 1993 թվականի մայիսի 15-ին։ Ինչպես զինված ուժերի շատ ստորաբաժանումներ, կայազորային հոսպիտալը իր ստեղծման օրից մինչ օրս անընդհատ աճ է ունեցել։ Մեր հետ վիրահատական սրահն է։ Հատկապես վերջին տարիներին հոսպիտալն արդիականացվել է սրընթաց տեմպով, վերածվել արդյունավետորեն գործող բժշկական կառույցի, վերազինվել է տեխնիկապես, համալրվել նոր ու ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել զինծառայողների առողջական խնդիրները, այլև իրականացնել լայնածավալ բուժ կանխարգելիչ աշխատանքներ ամբողջ զինված ուժերում։ Ժամանակին համընթաց շատ նորանոր ձեռքբերումներ ենք ունեցել։ Սկսած շենքային պայմաններից, վերջացրած բուժբույքի բժշկական սարքավորումների առումով, ունենք նաև այնպիսի սարքավորումներ, որոնք լավագույններից մեկն են։ Մասնավորապես կարող եմ նշել թվային ռենտգեն սարքավորումը, լավ սոնոգրաֆ ունենք ժամանակակից հնարավորություններով, ունենք լաբորատոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս բարձր շրջգրտությամբ իրականացնելու տարաբնույթ տարբեր լաբորատոր հետազոտություններ, այդ թվում շրջաբանական, իմունոլոգիական, կենսաքիմիական։ Այսօր կայազորային հոսպիտալում գործում է 9 բաժանմունք, այդ թվում զինված ուժերում իրենց բնույթով միակ հոգեբուժական, մաշկավեներական եւ հատուկ դեպքերի բաժանմունքները։ Այստեղ իրականացվում են ռազմաբժշկական փորձաքննություններ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու ծառայության հետ անհամատեղելի դեպքերը։ Վերջին շրջանում հոսպիտալն առավել ակտիվ իրականացնում է նաև դիմացնոտային վիրաբուժական միջամտություններ, ինչի շնորհիվ խնդիրներ ունեցող բազմաթիվ զինծառայողներ վիրահատվում ու լիովին առողջ վերադառնում են շարք։ Ունեի շնչառական խնդիրներ, դա ծառայության ընթացքում ինձ խանգարում էր, թե գլխապտույտներ, թե բանքնություն։ Դիմել եմ Կայազորի հոսպիտալ, որպեսզի գամ բուժվեմ։ Շատ ջերմ մթնոլորտ է տիրում ստեղ, ամեն ինչ շատ լավ է։ Իրականացնում ենք հայ զինծառայողի, այսպես ասենք, բուժ սպասարկումը։
Դա նաև պետության հեղինակության հարց է, որովհետև զինծառայողը մտավ կայազորային հոսպիտալ, իր ամբողջ ծավալով հետազոտվի, ստանա անհրաժեշտ բուժօգնությունը եւ այստեղից առողջացած վերադառնա։ Մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմը հոսպիտալում ծառայում է զինվորական ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ, ցուցաբերելով հոգատարություն, սեր ու ջերմություն յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։ Ռազմաբժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Վերանայելով եւ թարմացնելով մասնագիտական գիտելիքները, նաեւ ռազմական բժշկության մեջ ներդնելով միջազգային առաջադեմ փորձը։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում իր առջև դրված խնդիրը կատարելու առումով հոսպիտալը մարտունակ է։ Հոսպիտալում ծառայում եմ շուրջ 20 տարի, սպասարկել եմ հազարավոր զինծառայողների, բոլորի հետ վերաբերվել ենք հարազատի նման ու բոլորին ժպիտով, սիրով ճանապարհել ենք մեր բաժանմունքից։ Երկարամյա ծառայության փորձ ունեցող բժշկուհու խոսքով ռենտգեն բաժանմունքը համալրված է ժամանակակից հետազոտման այնպիսի սարքավորումով, որը հնարավորություն է տալիս ավելի քիչ հետազոտություններով առավել շատ տեղեկություն ստանալ հիվանդությունների մասին։ Մենք այստեղ ունենք շատ որակյալ ապարատ, որով որ մենք կարողանում ենք հետազոտել ամենափոքրիկ օջախները, հայտնաբերել եւ ճիշտ ախտորոշում տալ։ Եվ այսպես 32 տարի Երևանի կայազորային հոսպիտալը իր դիրքում է։ Այս տարիների ընթացքում իրականացնելով հազարավոր բուժառուների սպասարկում, հոսպիտալը շարունակում է քայլել ժամանակի պահանջներին համընթաց եւ հավատարիմ մնալ իր որդեգրած կարգախոսին՝ միշտ զինվորի, սպայի ու նրանց ընտանիքների անդամների կողքին։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր եղորենների իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պետ որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, ավսար, զգազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։
Եթերում զինուժներ մենք ամփոփում էինք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։